Ինչպես արդեն տեղեկացրել են երեք շոումեն Արամ Մելիքյանի դուստրը Էլիզն իր ինստագրամյան հարթակում հրապարակումով էր հանդես եկել, այդպիսով նշելով, որ վնասվածք է ստացել և հիվանդանոցում է հայտնվել։ Էլիզը կոտրել էր ձեռքը, երբ մասնակցելիս էր եղել Pride to be Party-ի։ Ամուսնանում է նրա ընկերուհին։ Դե իսկ այսօր հենց այդ հարսանիքն է։ Էլիզը վաղ առավոտից ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հարսանիքի է մասնակցում և որքան գեղեցիկ հարսնացու է իր ընկերուհին։ Էլիզը նաև հրապարակում է արել, ցույց տալով իրեն, աղջիկը բավականին գեղեցիկ տեսք ունի։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ հարսանիքի առաջին բացառիկ կադրերը և խոստանում մյուս կադրերը ևս ներկայացնել ավելի ուշ։ Մելիքյանի դուստր Էլիզ Մելիքյանն ինստագրամյան հարթակում ունի բավականին շատ հետևորդների բանակ։ Այս հետևորդները սպասում են Էլիզի յուրաքանչյուր հրապարակմանը էլ ավելի մեծ սպասումով։ Էլիզն էլ ինստագրամյան հարթակում փորձում է հետաքրքիր կոնտենտ ապահովել, այդպիսով ավելի շատացնելով իրեն հետևող մարդկանց։ Այս անգամ էլ Էլիզը գովազդային հոլովակ է հրապարակել, որի սկզբում այնպիսի խոսքեր է ասում, ասես նա սիրելի ունի։ Վստահ եմ շատերին հետաքրքրում է այս հարցի պատասխանը։ Այո, ես ունեմ ընտրյալ, երբեք չի ուշանում։ Մաքուր ու անուշ հոտ ա գալիս, շատ խնամված ա։ Այսպիսի խոսքեր է ասում Էլիզ Մելիքյանը և ի սկզբանե շատերին թվում էր, որ նա պատրաստվում է հոլովակի վերջում ասել և ներկայացնել իր սիրելիին, բայց արի ու տես, բլոգերը այսպիսով գովազդում է մի կազմակերպություն, որը համարվում է Էլիզի ընտրությունը։ Այսպիսով Էլիզ Մելիքյանը փորձում է էլ ավելի արդյունավետ դարձնել իր գովազդները։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Սուրբ Սատիկի տոնին ինստագրամյան հարթակում հայհայտնիներից շատերն են հրապարակումների տեսքով հանդես գալիս, ցույց տալով, թե ինչպես են նրանք տոնում այս գեղեցիկ օրը։ Շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանը ևս այդ հայտնիներից է։ Նա հրապարակում է արել իր ընտանիքի, ծնողների, կնոջ, դստեր և որդիների մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ մեծ օրհնություն է, երբ այդպիսի մեծ ընտանիքով ես նշում քո Սուրբ Զատկի տոնը։ Հետաքրքիրն այն է, որ կադրերում չի երևում Էլիզը, որը վերջին շրջանում կարծես թե իր ընտանիքից հեռացել է։ Շատերն են այս հարցը երկար ժամանակ քննարկել համացանցում, թե ինչու առանձին ապրելուց հետո Էլիզի և իր ընտանիքի հարաբերությունները կարծես թե վատացան։ Այս ամենից հետո նրանք փորձում են ինչ-որ կերպ հերքել, որ լարվածություն կա, սակայն այնուամենայնիվ հրապարակումներից երևում է, որ Էլիզի մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ Արամ Մելիքյանն էլ շատ հաճախ հրապարակումներ է անում հենց Տելիկի և որդիների մասնակցությամբ և այդպիսով նշում, որ իր ընտանիքը ամբողջական է, իրենք միասին նստած ճաշում են և այլն։ Մեծ օրհնություն է, որ հարության տոնը մենք նշում ենք մեր մամայի ու պապայի հետ։ Եվ նաև Անրին ու Ստելիկը, իրենց մամայի պապայի հետ, եւ ամեն մեկը իր ուտելիքն է այս պահին։ Սիրելիներս, Քրիստոս հարավի մեռելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետից, թող մեր հայ օջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Ողջ մամջան։ Ողջ
Եկան իմ աղջիկները, գեղեցկուհիներն իրանց թագուհի մամայի հետ։ Այ դուք բարով եկաք, ձեր ոտը ձեր տուն խեր բերի, խսմատ բերի ձակեր։ Ուй ուտին ձեզ։ Բարով եկաք, դու էլ ապրես։ Եկել եմ ձեզ հետ կիսվելու իմ աղջիկների առաջին խաղալիքներով։ ՆԱՏՕ ֆիրմայի այս փամփլիկ բադիկը կապահովի ձագուկներիս անուշ քունը։ Մեր երկրորդ խաղալիքը Gogi Baby գերմանական ֆիրմայից է։ Այնքան ջերմությամբ ու հոգատարությամբ ենք սպասում մեր ձագուկներին, որ նրանց համար ընտրում ենք լավագույնը։ Օրեր առաջ այցելեցի Max & Lizzy Toys խանութ-սրահ, մի պարզ պատճառով, որ այստեղ ներկայացված են մանկական խաղալիքների լավագույն բրենդերը։ Այստեղ կարծես ինքդ էլ ուզում ես մանկանալ։ Խանութ-սրահը ասեմ, որ հայտնի է իր փայտե խաղալիքների լայն տեսականիով, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են եւ անվնաս բալիկների համար, այլ նաեւ զարգացնող են։ Այստեղից կգտնեք բացառապես տարբեր տարիքային երեխաների համար նախատեսված զարգացնող խաղեր, որոնք կփոխանցվեն սերնդե սերունդ։